Այսօր հոբելյանական չեմ հիշում, որ երրորդ խուզարկությունն էր մեր տանը։ Հա, շնորհակալություն։ Ինչպես ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Նարեկ Կարապետյանն է ասում, այսօր հոբելյանական արդեն երրորդ խուզարկությունն է վաղ առավոտյան իրականացվել իր առանձնատանը։ 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստից ընդամենը 2 օր առաջ Կարապետյանը պնդում է, քաղաքական հետապնդում է իրականացվում իր նկատմամբ, արգելում են քաղաքականությամբ զբաղվել։ Նա չգիտի, թե ինչ են իրենց տանը փնտրել իրավապահները, փոխարենը պարզվել է։ Նրանք այնտեղից ձեռնունայն են գնացել, ոչինչ չեն առգրավել։ Ինչ գործի շրջանակում է խորհրդարանական ամենամեծ խմբակցության անդամը հայտնվել իրավապահների խոշորացույցի տակ հերթական անգամ։ Քննչական կոմիտեն դեռ լռում է։ Միայն հայտարարել են, որ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են կատարվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Ստիպված է լռել նաև Կարապետյանը, ասում են նախաքննական գործընթացով պայմանավորված կան սահմանափակումներ։ Երեկ արդեն իշխանական լրատվամիջոցի լրագրողի Փաշինյանին ուղղված հարցով կարելի է ասել անոնսել էր, ինչ հնարավոր մեղադրանք կարող են ներկայացնել Կարապետյանին։ Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանություններին հեռացնելու իրենց գաղտնի պլանի մի մասն է կազմում, նաև թիմերում իշխանություն վերցնելը, դրան զուգահեռ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները համայնքներում իբրև թե բարեգործություն են անում, գյուղտեխնիկային նվիրում համայնքներին, լոռու մարզում անվճար տրանսպորտ են մտցրել, նաև 5-րդ երեխան ունեցող ընտանիքին բնակարան են խոստացել։ Արդյոք սրանք ընտրակաշառքի դեպքեր չեն ընտրություններից առաջ եւ օրենքով կարգավորման ինչ հնարավորություններ կան։ Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում։ Վատ բանն էլ մեկ օր հետո եղավ։ Փաշինյանին զայրացրել է ուժեղ Հայաստանի հետ ընտրական բարեգործությունները։ Նա այս ամենին սեփական պատկերացումն ունի։ Ասում է բարեգործները ժամանակին թող ժողովրդից չթալանեին։ Պետք է բերել այն վիճակի նրանց, որ այլ բարեգործություն չկարողանան անել։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գնում, ասում են, այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացած շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Կարապետյանը հակադարձում է. մարդ բռնել տանք իր պես, որ դուրը գա։ Ինչա իրա ուզածը, ինչա իրա երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Ընդդիմադիր падգամավորը Փաշինյանի քաղաքականությունը կործանարար է համարում երկրի համար։ Փաստում քաղաքացիական պայմանագրի առաջնորդը սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ նոր թշնամի վաստակում։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Կարապետյանի շտապել է արձագանքել ազգային ժողովի ապագա նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այսինքն Ռուսաստանը ստեղծում է խոչընդոտներ, բայց հարաբերությունները սրում է Փաշինյանը։ Այդ որ տրամաբանությամբ է ռուսաստանցի օլիգարխի Զարմիկ Նարեկ Կարապետյանը նման հայտարարություն անում։ Միթե այն նույն տրամաբանությամբ, որով կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի ռուսաստանյան անձնագրային գործում նրա աշխատավայրի դիմաց նշված է FSB տեղեկատվական կենտրոն։ Կարող է այդ նույն տրամաբանությամբ է նրա Զարմիկը նման աբսուրդային հայտարարություններ անում։ Չգիտեմ։ Ռուբինյան Կարապետյան հեռահար բանավեճը թերևս նախերգանքներ, առջևում ազգային ժողովի նիստն է, որին Փաշինյանը փորձում է հավելյալ թեժացում հաղորդել։ Ըստ մամուլի չի բացառվում, որ խորհրդարանի ձևավորումից հետո գլխավոր դատախազը ազգային ժողով գա թղթապանակի տրցակով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար։